Այդ իշխանական քարոզիչները, որ թմկահարում են, որ աճել է, ասում եմ 7 տարում 5 անգամ բարձրացրել ենք։ Լսողը կասի մեր թոշակառուները հիմա աղի պես ապրում են։ կորպորատիվ պետական ստրկության տեսակ է Հայաստանում հայտնվել։ Սա ուղղակի ողբերգություն է, այստեղ խոսքեր չկան պարզապես ասելու, Թոշակի անցնելուց մարդիկ սարսափ կյանքի իրավունքի հարց կա։ իրաց ընդհանրեն ֆիզիկական գոյությունը պահպանել համար ու գողության չեն գնալու։ 2018 թվականին խոստանում էին ապահով ծերություն, արժանապատիվ ծերություն, Ասեցի դուք վերջին անգամ երբ եք շոր գնել։ Ասեց, «Էս սպասում եք որ մեկը մեռնի, որ դա շորը հագնի»։ պետական աջակցությունը շատ քիչ է, մասնավոր հիմնարկներ են առողջապահական, որոնք որ շահույթ են ստանում փաստորեն հիվանդների բուժման գործընթացից, Նա չէր իմացել, նա ազնվագն անznավորություն։ կրթության վրա արված ծախսը ծախս չի, ասում ենք ներդրում է։ Ասեց, լավ է գումարը հետ կտամ, ինչ եք ուզում։ Չեք ուզում, հա։ Հրաժան, ես վերջին շրջանում Հայաքվեի մեր գործընկերների եւ մասնավորապես քո կողմից կենսաթոշակների հարցը այսքան բարձրաձայնելու հետ կապված իմ մտքով մի հատ էսպիսի բան էր անցնում, որ Շեքսպիրը մեր ժամանակներում ապրեր լիր արքայի բերանով իրեն հայտնի ասույթի փոխարեն, երբ որ ասում էր չկա օծի խայթոցից էլ առավել ցավալի բան, քան զավակների երախտամոռությունն է, երևի թե կասեր չկա օծի խայթոցից առավել ցավալի բան, քան պետության երախտամոռությունն է։ Այսօր մենք նաև մի հատ ուրիշ ասացվածք ունենք, ասում ենք պապ ու թոռ մի խելքի են, բայց դրա իմաստը ոչ թե նա, որ մեծ մարդիկ տարիքի հետ խելքն ապակասում, ոչ, մեծ մարդիկ տարիքի հետ կենսափորձի հետ միասին, կյանքի իմաստը ըմբռնելու հետ միասին ավելի ու ավելի բարի են դառնում, ավելի հավատացող են դառնում եւ երբ որ իրենց թոշակների հետ կապված էլ ասում են չենք բարձրացնում, որովհետեւ տեղ չկա, որովհետեւ փող չկա, այդ ամեն ինչին հավատում են։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում, մեր զրույցի ընթացքում, որը թվով երկրորդն է, մենք այս հարցը արի մի լավ քննարկենք տեղը տեղին, հասկանանք ինչ, ինչպես, ոնց։ Մեր այսօրվա զրույցը անվանել ենք դեպի սոցիալական արդարություն, որքան եւ ինչպես բարձրացնենք կենսաթոշակները։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն հռչակելուց բացի հռչակում է նաև սոցիալական պետություն։ Սոցիալական պետություն նշանակում է, որ պետությունը ինքը հոգ է տանում սոցիալապես խոցելի վիճակում հայտնված մարդկանց մասին, նրանց առողջապահական, սննդի, կրթության եւ այլ կարևոր հարցեր պետությունը լուծում է։ Ինչ է նշանակում սոցիալական պետությունը տարեցների համար, հիմնականում այն է, որ այդ մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ջանք ու եռանդ են դրել, երկիր են կառուցել, աշխատանք են տարել եւ այժմ նրանք ֆիզիոլոգիապես գտնվում են ոչ մրցունակ վիճակում, ինչպես որ երիտասարդներն են, բայց ցավալիորեն անտեսված վիճակում են գտնվում։ Այս հարցերի շուրջ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման դիրքորոշում այս խնդիրը առավել խորությամբ ընկալել տալու եւ դրա լուծումների վերաբերյալ առաջարկություններով հանրության դատին հանդես գալու հարցում մեզ կօգնի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, սոցիալ-տնտեսական բովանդակային հանձնախմբի ղեկավար Հրայր Կամենդացյան, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է տնտեսության հետ կապված տարբեր ոլորտներում, առևտրի մեջ, արտադրության բնագավառում, մասնավոր բիզնեսի բնագավառում եւ այսօր Հրայր ջան, շատ ուրախ եմ այստեղ լինել իրար հետ եւ դու Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման հիմնադիր անդամներից մեկն ես եւ մեր այն ամենահետևողական գործընկերներից մեկը, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում պահպանում է տարեցների թեման։ Ես առաջարկում եմ այս պարագայում հետևյալ հարցադրմամբ սկսենք մեր քննարկումը։ Այն ինչ որ այսօր տարեց մարդկանց տրվում է, կենսաթոշակի այն չափը, նվազագույնը եւ միջին չափը, որքանով է համապատասխանում նվազագույնին, որքանով է համապատասխանում մինիմումին։ Այդ հարցով սկսենք, որովհետեւ սա շատ կարևոր հարց է, սպառողական, մինիմալ սպառողական զամբյուղի հարցն է, որ հասկանանք ինչքանով է համապատասխան դա։ Քանի որ դուք ցեցիք Շեքսպիրի տողերով, այդտեղ մի հետաքրքիր բան կա, որ հայկական իրականության վրա կարելի է պրոյեկտել։ Առաջինը դա Շեքսպիրի
հանրահայտ Համլետի հոր սպանության դրվագն էր եւ նրա ականջի մեջ թույն էին կաթեցրել։ Մեր ժողովուրդը կարծես թե նմանվել է այդ ստեղծագործությունների հերոսներին։ Ժողովրդի ականջի մեջ թույն են կաթեցրել։ Ժողովուրդը կտրված է ոչ միայն իշխանություններից։ Իշխանությունները գալիս գնում են, բայց ժողովուրդը կտրված է պետությունից։ Դա է շատ վտանգավոր բան այո։ Սոցիալական պետություն կառուցելը եւ հասարակության մեջ կա իսկ գալիս ստվար զանգված, որը իր ֆիզիկական ակտիվության մայրամուտում է գտնում, ես նկատնում թոշակառուներին։ Սա մեծագույն խնդիրներից մեկն է եւ յուրաքանչյուր ընդհանրապես հումանիստ մարդ, մարդասեր մարդ պետք է ամեն ինչ անի հասարակության մոտավորապես 5 միլիոն քաղաքացիների կյանքը կազմակերպելու, ոչ թե հեշտացնելու, կազմակերպելու համար, այստեղ խնդիրները շատ մեծ են։ Դուք հիշատակեցիք այդ զամբյուղը, Այո, սպառողական զամբյուղը։ Սպառողական զամբյուղը, ես տնտեսագիտական կատեգորիաներով հարցը Չէ, բարձ մեր ժողովրդական լեզվով ասել, ինչ այո։ ժողովրդական, ավելի հասարակ լեզվով եւ պատկերացրեք, որ սպառողական զամբյուղը դա այն հնարավոր բարենի տեսակներն են գրամներով, որը որ անհրաժեշտ է, որ մարդը պարզապես չմահանա։ Չմանա։ Այդ նորմերը սա Պարենային զամբյուղի մասին է։ Եթե պարենային զամբյուղի մասին խոսք, օրինակ ասենք հացամթերի, միս ձուկ, կաթնամթերք ձու, միրգ բանջարեղեն, ծավարեղեն, այո, որը որ մարդու ֆիզիոլոգիապես կենսագործունեության համար անհրաժեշտ է, համապատասխան ոնց որ ասած հաստատությունների կողմից հաշվարկված ձևով, ճիշտ է։ դա հաստատվում է առողջապահության նախարարության կողմից համապատասխան նորմեր կան եւ այդ նորմերը իրենց էներգետիկ պարունակության եւ կալորիաների քանակներով անկեղծ պետք է լինենք, մեծահասակները ոչ խանութ են գնում, ոչ բարենային իր ապրանքներ ձեռը, ոչ շոր են գնում, ոչ ճանապարհորդում են, ոչ ընդհանրենք հանրության կյանքին մասնակցում են, տոմսեր, կինոյի։ Բայց դա ողբերգություն է դա։ Իհարկե, Դա ողբերգություն է, որ այդպես է։ Դա ողբերգություն է, որովհետև մարդիկ պետք է այդ ժամանակ ասեն, իրանց վայելքի ժամանակն է, իրանց գնահատված լինելու ժամանակն է։ հիմա նայեք, այդ նորմերը կան հաստատված։ Ընդ որում նորմերը հայկական պետության այդ առողջապահական նորմերը հավանաբար նաև զիջում են իրական ՄԱԿ-ի կողմից ընդունված նորմերի, որտեղ այս հարցը համարը բոլոր երկրներում կա, որտեղ կա պետություն, որտեղ կան թոշակառուներ եւ որտեղ կա բնակչությանը համապատասխան կալորիաներով ապահովելու խնդիր։ Հայաստանի Հանրապետությունում այդ հաշվարկը դա բարդ հաշվարկ չէ։ Վերցնում են որևէ պրոդուկտի, ընդհանրենք 100 գրամ, մյուս պրոդուկտից 50, բավարարով ինչ է պետք որ մարդը չմահնա եւ դրա արժեքային արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում 76000 դրամ է, 76-77 դրամ։ Հիմա իմացանք այդ գումարի մասին, այդ արժեքի չափի մասին իմացանք, հիմա միանգամից հայացքը նետենք, հետանք տեսնենք արդյոք թոշակառուն, հետանանք պետությունից իրեն տրամադրված գումարի օգնությամբ կարող է այդ նորմերին համապատասխան գոնե սանվել։ Չի կարող։ Բերեք թվերը, որովհետև ի տարբերություն իշխանական կառույցների, որոնք իրացիոնալ բնույթի հատկապես մոգունված պատմություններով, ստահոդ տեղեկություններով մարդկանց պարզապես իմ հիշատակած թույն են կաթեցնում ականջների մեջ, մենք թվերով պետք է խոսենք։ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության թոշակառուի միջին թոշակը կազմում էր մոտ 40000 դրամ։ Միջին թոշակը։ Միջին թոշակը։ Այսինքն եւ բարձր թոշակը, ովքեր որ ստանում են, եւ նվազագույն ստանում են, այդ բոլորի համախառն բաժանած թոշակառուների թվի վրա մենք ունենում ենք միջին թոշակ։ Դուք իրականացնում եք միջին թվաբանական, այսպես բացատրության 10, բոլորը գիտեն դրա մասին։ Դե հա, հասկանալի բախտատեր, որովհետև օրինակ դեռ տարբերությունները հսկայական են, չէ՞, օրինակ ասենք չգիտեմ, դատախազ աշխատած մարդու ասենք տարբերությունը հսկայական է, բայց քանակային իմաստով նրանք տեսակարար կշռի շատ ցածր տեսակարար կշռն, բայց մենք այդ հարցն էլ կանարտարնանք, որովհետև դա հետ կապված բողոքներ շատ կան եւ բազմաթիվ նամակներ եմ ստանում։ Եվ պատկերացրեք, որ 2025 թվականին
Այդ միջին թոշակը կազմում էր 49,000 դրամ։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ թոշակառուն մի 40,000 դրամ էլ պետք է հայթայթի, չեմ անում, վերցնի, վարկ վերցնի, հարազատներից վերցնի, ինչ անի այս մարդը, մոտավորապես մի 40,000 պակասում է, որ այս մարդը նվազագույն նորմերին հասնի։ Այս 7 տարվա ընթացքում այդ իշխանական քարոզիչները, որ թմկահարում են, որ աճել է, ասում է 7 տարում 5 անգամ բարձրացրել ենք։ Լսողը կասի մեր թոշակառուները հիմա աղի պես ապրում են։ աղի նման թող բոլորը ապրեն։ Բայց խնդիրը նա է, որ այս մարդկանց պարզապես դրել են 2-3 դասարանի ընտանիք երեխաներ դե, որ թվաբանության կամ հանրահաշվի նույնիսկ սաղմնային գիտելիքներ չունեն։ Խնդիրը ո՞րն է։ Ինչ աշխատում 5 անգամ։ 5 անգամը նշանակում է 5 անգամ բարձրացնել, բացարձակ թվով, Որակապես բարձրացնել 5 անգամ այդ գործողությունը կատարել միզեր թվերով, չնչին թվերով։ Այդ պատմությունը դրանց հետ կապված մենք հիմա դրան էլ Դա կանդրադառնանք։ այս տարվա սկզբին էր արել։ Այս տարվա Այդ սկզբին դրանք 2019 թվականին են միայն 10%-ով բարձրացել թոշակը, դրանից հետո 2022 թվականին իրենք բարձրացան 3000 դրամով, մոտ շահառուների մի փոքր խումբ կար 97,000 մարդ դրա մեջ է տեղավորվում։ Հետագայում արդեն 23 թվականին մտցրեցին այս հետվեճար համակարգը, եւ այս հետվեճար համակարգը դա թվերն էլ կանդրադառնան։ Դրանից հետո այս հետվեճարը շարունակել են, հետո հետվեճարը դա ուղղակի պարտավորություն չէ։ Դա ուղղակի պարտավորություն չէ, դա քաղաքացու նկատմամբ, թոշակառու նկատմամբ պետության միջոցառման ուղղակի, այսպես ասած, պրոյեկտը չէ, պրոյեկցումը չէ, նա կախված է անորոշ հնարավորությունից, անորոշ հնարավորություն ենթադրենք անկանխիկ կերպով առուտուր անելն է։ Ես ներողություն եմ խնդրում, մենք այս իրենց արածների վերաբերյալ խոստումների վերաբերյալ կանդրադառնանք, բայց այն մեր առաջի ոնց որ ասած հարցը մի հատ այսպես ամփոփենք։ Այսինքն բանից դուրս է գալիս հետևյալը, որ սպառողական զամբյուղ նախատեսված է 75-77 հազար դրամը, բայց լիազորությունները ունեցող առողջապահության նախարարության կողմից ընդ որում դրա մեջ ոչ միայն պարենային ապրանքներն են ներկայացված, ճիշտ է, այլ նաև հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ, օճառ է, չգիտեմ, ասենք ինչ է, սաներ է եւ այլն, մարդուն ինչ որ պետքա գալիս նասկի է, ամեն ինչ որ դրա մեջ է, կոմունալ վճարները մեր խիստ ձմեռների պարագայում, տրանսպորտի կապի ծախսերը, առողջապահական ծառայությունները։ Դուք մի հատ եկեք մի հատ պատկերացնենք, այս ամեն ինչը սնունդով, ծախսերով, կոմունալով, դեղորայքով ամեն ինչը 75,000 դրամ առողջապահության նախարարության կողմից հաստատված ուրեմն նորմայով։ Սա անգամ այս որ գիտենք, որ սա իրականությունից շատ հեռու է, սրանով հնարավոր չի պարզապես ապրել, այդքանով հանդերձել այս թիվը մի հատ եկեք հիշենք 75,000-ից 77,000 նվազագույն սպառողական զամբյուղ եւ խնդրեմ միջին կենսաթոշակի թիվը մի հատ էլի 49,000 դրամ ներկայիս դրությամբ։ Շատ լավ։ Հիմա անդրադառնանք այս իրենց արածներին, խոստումներին եւ արածներին, որ 2018 թվականին խոստանում էին ապահով ծերություն, արժանապատիվ ծերություն, 2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ կետ է ուրեմն դրված նաև այս մասին, որ ասում է կառավարությունը քայլեր է ձեռնարկելու, որ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցվի համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին։ Այս խոստումները եւ ընդհանրապես իրենց բարձրացրած կենսաթոշակները խնդրեմ նորից էլի մի հատ թվերով հասկանանք ինչքան են ընդհանրապես բարձրացրել այս վերջին 7 տարիների ընթացքում եւ դրա համատեքստում նաեւ այդ քեշբեք կոչված անկանխիկ վճարումներից հետվճար բարձրացումը կազմել է մոտավորապես 22%, այն դեպքում երբ միայն պետական, ընդհանրապես բավականին կասկածելի մեթոդաբանությամբ հաշվարկվող գնաճը բավականին կասկածելի մեթոդաբանությամբ գնաճը առնվազն 26-27% սահմաններում է։ Այսինքն գնաճը
ամբողջի վերաբերյալ է, չէ, ամբողջ ապրանքների վերաբերյալ։ Խնդիրը Բայց այստեղ կենսաբանորեն անհրաժեշտ ապրանքների խնդիրը գիտեք որտեղ։ Խնդիրը այնտեղ է, որ երկու թշնամի կա թոշակառու դեն զինված, որոնք չեն քնում, պարզապես չեն քնում, ամեն օր անդուլ կերպով աշխատում են, այդ թոշակառու կյանքը դժոխք են վերածել։ Մեկը իշխանություններն են, եւ երկրորդը գնաճը։ Եթե իշխանությունները հիմնական խաբեության ճանապարհով են գնում, այդ պարզապես խաբում են։ Պարզապես խաբում են։ Ստախոսության այն մակարդակը, ստախոսության այն մութ խորխորատը, որտեղից նա անընդհատ այդ քաղաքական իրենց զանազան առաջարկներն են բերում, այդ խաբեություններն են բերում, սա ընդհանրենք ցերեկով է գոնե կատարվում։ Եվ այդ ստախոսները երբ որ գնում քնում են, գնաճը չի քնում, գնաճը եւ ցերեկն է խժռում այդ մարդկանց փողերը եւ գիշերն է խժռում այդ փողերը։ Ընդ որում գնաճը Հայաստանի Հանրապետությունում հետաքրքիր բան կա։ Պետությունը բացարձակ ձեռքը լվացել է սպառողական ապրանքների նկատմամբ վերահսկողությունից։ Այս սոցիալական պետության ֆունկցիայի մասին երբ որ մենք խոսեցինք, սա խնդիրը դրանում է, որ ոչ միայն պարզ ձևով պետությունը թոշակ է տալիս կամ անվճար տրանսպորտ է ապահովում, այլ պետությունը նաև որոշակի ֆունկցիաներ հանդես է բերում տնտեսության մեջ, որոշակիորեն կարգավորում է տնտեսությունը հենց այդ գնաճը զսպելու, հա, որ เป զի դա չհազդի սոցիալապես խոցելի խավերի վրա։ Իսկ մենք ունենք նման այդ կարգի միջոցառումները, դրանք հիմնականում պետական միջամտության արգասիկ են եւ պետական միջամտության գործիքներ են։ Ընդ որում որ ասում են, որ մենք կապիտալիստական մոդել ենք դավանում։ Մենք կապիտալիստական ենք, բայց սոցիալիստական չենք։ Նույն կապիտալիստական խոշոր երկրներում առանձին միջոցառումներ են իրականացում ապրանքային զանազան խմբերի հետ կապված, ընդ որում հասարակությունը դա տեսնում է նույնիսկ վերջի օրերին, օրինակ նույնիսկ մաքսատուրքեր են երկրների նկատմամբ սահմանում, դա սեփական շուկայում, նաև կառավարելու սեփական շուկայում որոշակի սոցիալական խմբերի հետ կապված աշխատանքի միջոցառումներ են։ Կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները ամբողջովին լվացել են ձեռքերը, ես մի օրինակ բերեմ։ Աղքատ մարդը ինչ է աննշատ ուտում, հաց։ Իհարկե։ Աղքատ մարդը հացի գինը 18 թվականից մինչև 25 թվականը մոտավորապես 70-80% բարձրացել է։ Կաթնամթերքը բարձրացել է առանձին կաթնաշորը 60-ից 70%-ով, թթվասերը, կաթնաշորը։ դա մի խայտարակ թեմա է, մյուս թեման բացի հացից, հետադենք ձավարեղենը։ Ձավարեղենը 40-50%-ով բարձրացել է։ Երբ որ մենք հաշվարկը տանում ենք ոչ պարենային եւ պարենային ապրանքների հետ կապված, ոչ պարենային ապրանքները կարելի է ընդհանրապես հաշվարկի մեջ չվերցնել։ Այս 40-ից մինչև 60% աճը պարենային ապրանքների պարզապես սննդային ապրանքների, այսպես ասեմ, սննդային ապրանքների միրգ բանջարեղենը 40-ից 60% է եւ իրենց բարձրացրած մեր արդեն հիշատակած այդ 40,000-ից մինչև 49,000-ը դա պարզապես դրա մեջ լող է տալիս։ Մոտավորապես 3 անգամ գների աճ կա այս իմաստով, այդ համեմատության 22%-ը եւ ընդհանրենք 60%-ը մոտավորապես դեղորայքը հրաժեմ։ Դեղորայքի մասին պարզապես սարսափում եմ խոսամ, սարսափում եմ, գիտեք ինչի, մենք դեռևս երիտասարդ ենք, բայց օրինակ օրեր առաջ մենք Գյումրիում հանդիպում ունեցանք թոշակառուների եւ թոշակային տարիքի մարդկանց հետ, մեր աշխատավորների հետ, դեղերի ամբողջական ցուցակներ են բերում, հիմնական 3-4 տեսակի հիվանդությունների, ճշմարտ հետ կապված հիվանդությունների, շաքարի հետ կապված հիվանդությունների եւ աչքի կատարակտի հետ կապված հիվանդությունների։ Ես ձեզ անկեղծ ասեմ, այս թվերը երբ որ տեսնում ես, սարսափում ես, ասում ես, լավ, սիրելի քաղաքացի, իհարկե պետության հնարավորությունները պետք է նաև հաշվառ, բայց դու որտեղից ես հայթայթում ես գումարը։ Այն մարդիկ ու չեն գնալու գող դառնան։ Իրաց ընդհանրեն ֆիզիկական գոյությունը պահպանել համար ու գողության չեն գնալու։ 300,000, 400,000, 600,000 այն ամեն այցը փաստորեն բժշկի 70-80,000-ի ընդհանրիկ է դեղատուն ստանալը։ Կոնսուլտացիան
գումարած հետազոտությունները, որ մեր այսօրվա բժշկությունը, ես մասնագետը չեմ, բայց մասնագետների հետ շփումներից այդպես եմ շատ լսում, որ շատ են հենված 100%-անոց դիագնոստիկա անելու վրա, չգիտեմ, սոնո անենք, հետո կատե անենք, հետո յամեր անենք, հետո չգիտեմ ինչ անենք եւ այլն, ու այդ ամեն ինչի հարցում պետական պատվերը, պետական աջակցությունը շատ քիչ է, մասնավոր հիմնարկներ են առողջապահական, որոնք որ շահույթ են ստանում փաստորեն հիվանդների բուժման գործընթացից եւ պետությունը այստեղ էլ իր սոցիալական պետության ֆունկցիան չի կատարում, ու ով է այս ամեն ինչից ամենաշատը տուժում, բնականաբար սոցիալապես ամենախոցելի խավերը մեր կենսաթոշակը։ Մեր տանքել կա հարգել մեն, վա, ով է տուժում եւ ով է օգտվում։ Այս իշխանությունները, որ պնդում են, որ մենք եկել ենք որպեսզի արդարությունը վերականգնենք, սանեք, պատռում էին իրենց ամբիոններում, հրապարակներում պատռում էին, ձայները խզվում էր այնքան են գոռում։ Այդ հիվանդանոցները ումն են։ Հիվանդանոցները նախկին տերերինն են, նախկին տերերը շատ հանգիստ գներներ բարձրացրել են, գերշահույթներ են ստանում եւ բնականաբար այս մարդիկ գործում են մի հիասքանչ իրականության մեջ։ Կարելի ասել հիվանդանոցների տերերի համար հմեկի, այսպես ասած, կյանքն է։ Այո։ Կյանքը էժան, ապրուստը էժան եւ գերշահույթներ։ Իհարկե մենք չպետք է խորանանք, ընդհանրենք այդ հարցում, որտեղ թոշակառուների համակարգված մոտեցումը դա մի ընդհանրապես մի փոքր տող է, բայց խափեփաները այդ ականջի մեջ թույն լցնողները կարծես մոռացել են բոլոր հիվանդանոցների տերերին։ Մեզ դիտողներին կարող է մի քիչ այդպես ցավոտ ականջներին հնչի հրաժան քո խոսքերը, որ ասում ես ականջի մեջ թույն լցնելու, բայց սա իրականություն է։ Սա իրականություն է, որովհետև այստեղ կյանքի իրավունքի հարց կա։ Որովհետև եթե չի ապահովում մարդկանց նորմալ իրավունքի, այո, ֆիզիոլոգիական կենսագործունեության համար պայմանները, դա նշանակում է, որ մարդու կյանքից է այդ ամեն ինչը գնում։ Մարդը եթե իր անհրաժեշտ միկրոէլեմենտները չի ստանում, իր անհրաժեշտ սպիտակուցների կամ, չգիտեմ, ածխաջրերի քանակությունը չի ստանում, կալորիաները չի ստանում կամ դեղորայքը անհրաժեշտ, որ նրա կյանքի որակի վրա է անդրադառնում, չի ստանում կամ հնարավորություն չունի ամենամյա հետազոտություն իրականացնել։ Մոռացեք դրա մասին։ Այդ ամեն ինչից զրկված լինելով մենք պարզապես այստեղ ինչ ենք տեսնում, որ մարդու կյանքի իրավունքի հարց է։ Եվ եթե այն մարդկանց այն տարեցների բախտը բերում է, ում երեխաները որ ապահովված են, ենթադրենք, եւ այդ հոգսը այն իմաստով վերցնում են իրենց վրա եւ փառք մեր հասարակությանը, որ ծնող որդի այդ հարգանքի եւ հոգատարության այդ ավանդույթները դուք լավագույն մարդկանց եւ լավագույն դասերակցություն ստացած մարդկանց մասն խոսում, բայց հանրության մեջ դա այո կան, այնպես էլ կա, բայց ամեն դեպքում այո մարդիկ մեղավոր են, թե մեղավոր չեն, հիմա դա հարցյալ կողմն է, որ բայց պետության վերաբերմունքը պետք է միատեսակ լինի այս ամեն ինչի նկատմամբ, չէ՞։ Այդ միատեսակի հետ կապված, ես ես մի բան ասեմ, պատկերացրեք, որ 2018 թվականին միջին թոշակը, որի մասին մենք խոսում ենք, կազմում էր 40,000 դրամ, այդ ժամանակ միջին աշխատավարձը կազմում էր մոտ տավորապես 170,000 դրամ։ Փաստացի տարբերությունը դրանց միջև արդեն 4 անգամ էր։ 2025 թվականին միջին աշխատավարձը կազմում է 290,000 եւ ավել, որոշակի այնտեղ տատանումներ կան, թոշակը կազմում է 40,000, տարբերությունը 6 անգամ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ հանրության մի շերտ ստանում է ավելի բարձր եկամուտներ եւ հանրության ընդորում բարձրը, գիտեք, հարաբերական է այստեղ։ Ես անկեղծ ասեմ, 290,000 ստացող քաղաքացին արտադրության մեջ, կամ տնտեսության մեջ աշխատողը, նա էսի միջ հրաշքներ չի գործում է բավականացնում, բայց դա միջինացված գին է։ Դա միջինացված թվեր են։ Ընդորում նայեք, այստեղ 4 անգամ եղել է տարբերությունը եւ 6 անգամ է դարձել տարբերությունը։ Իսկ այդ չեն շարքում։ Սա նշանակում է, որ պետությունը գոնե սոցիալական արդարության իմաստով, հավասարության իմաստով, այս հնարավորությունը ստեղծելու իր պարտականությունը ոչ թե մոռացել, նրանք փայլուն գիտեն դա, բայց փայլուն գիտեն եւ նրանք
կատարում են իրենց ծրագիրը։ Իրենց ծրագիրը այդ խոստացածի հետ ընդհանրապես կապ չունի։ Եվ 500,000 մարդ, փաստորեն 502,000 մարդ գտնվում է այս սովամահության ոչ թե խոցելի չէ, սա պարզապես սովամահության եզրին է կանգնած։ Ես վերջերս շրջաններից մեկում նորից հանդիպում եղավ, այդ կանայք էին մեծ մասը, հարց տվեց, ասեցի դուք վերջին անգամ երբ եք շոր գնել։ Այդ կանացից մեկը գիտեք ինչ ասաց։ Ասաց «Էս սպասում եք որ մեկը մեռնի որ դրա շորը հագնենք»։ Սա ուղղակի ողբերգություն է, այստեղ խոսքեր չկան պարզապես ասելու։ Այսօր մենք կներեք, բայց այդտեղ մի խնդիր կա, Մենո ջան։ Նայեք, մարդը աշխատում է, ընդհանրապես տամից 290,000 դրամից աշխատավարձ, չէ՞։ Թոշակի անցնելու պահին այս մարդը միանգամից սոցիալական անապահով վիճակում է հայտնվում։ Միանգամից։ Այսինքն չկան այստեղ բուֆերներ չկան, որ այս մարդը իմանա, որ թոշակը անցնելու դեպքում իրեն սպասում է քիչ թե շատ ոչ ակտիվ, բայց հարմարավետ կյանք։ Այս մարդը գիտի, որ սարսափում են թոշակի անցնելուց մարդիկ սարսափում են, որտեղ ինքը գիտի, որ առնվազն իր եկամուտները 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ, 6 անգամ պարզապես անհետանալու են։ Մարդիկ թոշակի դրա համար գիտեք ինչ է ստացվել, որ կորպորատիվ պետական ստրկության տեսակ է Հայաստանում հայտնվել։ Հիմա կասեք դա ո՞րն է, ինչ արդյոք Հայաստանում այդ ստրկությունը կա։ Այո, կա կորպորատիվ պետական ստրկությունը, եւ որ պետական համակարգում աշխատողը սարսափում է, երբ որ նա թոշակային տարիքը մոտենում է։ Դա սարսափում է, որտեղ գիտի, որ իրեն չեն պահելու աշխատանքի մեջ։ Եվ նա ընդհանրապես սարսափ սպասում է այդ օրվան, որ թոշակի է գնալու։ Ոստեղ մի ուրիշ ոնց որ ածանցվող խնդիր էլ կա, ածանցվող է, բայց շատ կարևոր խնդիր է, որը կապված է մարդկանց ստաժների հետ։ Իրենց աշխատանքային ստաժերի հետ, խայտարակ վիճակ, որ մարդիկ փաստորեն ստաժ գրանցելու համար, իրենց տարիները, աշխատած տարիները ճիշտ հաշվարկելու համար, որպեսզի մոտավորապես մի տարվան համապատասխանում է 1000 դրամի կարգի թոշակ, այսինքն ենթադրենք, եթե օրինակ մարդու ինչ որտեղ աշխատած 5 տարվա ստաժը չֆիքսվեց, նա 5000 դրամ եւ ավելի, մի քիչ ավելի թոշակ պակաս է ստանալու։ Եվ երբ որ մարդը իր ստաժը ֆիքսելու համար մեր խորհրդային ժամանակների տրուդավայա կնիժկա, այսպես տրուդավոյները, աշխատանքային գրքույկները ներկայացնում են համապատասխան ստաժը հաշվառելու համար, շատ հաճախ այստեղ հանդիպում են խնդիրների, ասում են մեզ համար սա հիմք չէ, գնացեք այդ աշխատավայրերի հետ կապված նախկին տեղեկանք բերեք, եթե այդ աշխատավայրերը արդեն պատմության գիրկն են գնացել, գնացեք արխիվներ եւ տարեց մարդիկ պարզապես մոլորվում են, չգիտեն ինչ անեն, ոնց անեն, որ իրենց աշխատածը, իրենց վաստակը կարողանա համապատասխան 1000 դրամով յուրաքանչյուր տարին 1000 դրամով։ Երեկոյանից զանգահարել էր թոշակառումիկին Ալինաունով։ Նա զրուցեց, որովհետեւ մեր հանդիպումները, մեր զրույցները անդադ դիտում են, մարդիկ տեղեկացման իրենց իրանքույց իրազեկման օգտվում են։ Ինձ ասում է ես եկել եմ եւ այդ սոցիալ նախարարության համապատասխան բաժանմունքում մոտավորապես 7 տարի, 10 տարի իմ գումարից պակասել է, ասում եմ, պատճառը ո՞րն է։ Պակո ստաժը ընդհանրենք պակասը այս բերած թղթերը հավա չեն ներշնչում։ Ասում եմ, լավ, ես որտեղ գնամ։ Ես ընդհանրենք աշխատել եմ, ես պարտավորություն չեմ ունեցել ամեն օր ընդհանրենք հաշվապահությունում կամ աշխատավարձի բաժնում, չէ, այդ ձեռնարկության գնամ ստուգեմ, ինչ են գրել, ոնց են գրել, վերջում էլ եթե աշխատանքը լքել է դուրս եկել, չէ, սկինը, ասում է, «Ոչ է գնալու», ասում դե մի 7 հատ կնիկ դրեք, պատկերացնում եմ, որ ապագայում ես խնդրի առջև եմ կանգնելու։ Հիմա այս խնդիրը բավականին բարդ է, բավականին տարածված, ընդհանուր որոշակի միտում կա, որովհետև ինչ են որոշել։ Դες մարդկանց խնդիրը հետևանն է, սրանց որոշում, որ մարդկանց քիչ փող տան, մարդկանց կյանքը վատացնեն, մարդկանց մասին չմտածեն եւ չմտածելու փող քիչ տալու ճանապարհներից մեկը ո՞րն է, դա այդ կենսաթոշակային ֆոնդի կրճատումն է բացարձակ իմաստով։ Բացարձակ իմաստով կրճատելու միակ ճանապարհը դա ստաժերի, աշխատանքային ստաժերի, ասած չհաշվելն է, չհաշվարկելն է, չընդունելը։ Մարդկանց գիտեք ինչ են առաջարկում։
Բա գնա արխիվներից գտի, գնում գասացում արխիվում ենթադրենք կա կեսնա կամ չկա ենթադրենք, բա գնա մարդ բեր, մեկ հոգի, երկու հոգի, որ քո հետ աշխատել է, որ վկայություն տան։ Այլավ, այս մարդը որ տարիքը հասունացել թոշակ է, այնքին քրեական բաների պատասխանատվության մեջ եք ուզում ներքաշեք մի բաներ։ Ես մի բան այստեղ ավելացնեմ, հարգելի մենուա, մենք երբ որ զրուցում ենք մեր ազգային պետությունից, բնականաբար լուսնի վրա չենք ապրում։ Մենք ունենք հարևան երկրներ։ Այս հարևան երկրներում էլի թոշակառուներ կան։ Թոշակառուների հետ կապված մենք վերցել ենք, ուսումնասիրել ենք խայտառակ վիճակ։ Խայտառակ վիճակ։ Ես ընդհանուր թվերը ասեմ, որոշ Թուրքիայում այդ թիվը միջին թոշակը կազմում մոտավորապես $350-400, Ադրբեջանում կազմում մոտավորապես $188, Ռուսաստանում կազմում է մոտավորապես $198, իհարկե որոշ երկրամասեր բավականին բարձր են, հիմնականում Մոսկվան եւ Պիտերը, իսկ Հայաստանում կազմում է $93։ Այս խայտառակությունը է, այս խայտառակությունը ինչ է նշանակում։ Նույն Ադրբեջանում ապրանքների գները շատ ցածր են։ Վրաստանում մոտավորապես $168 է, թե $150։ Վրաստանում մեզ հավասար կլիմայական հնարավորություններով մենք բարձրապես մետրեր ենքով, ենթադրենք այդ պետությունն է մոտավորապես 1.5 անգամ հայ թոշակառուից ավել վրացի թոշակառուсан։ Ընդ որում դա քաղաքներում ապրող թոշակառուները, լեռնային շրջաններում ապրող թոշակառուների թոշակները ավելի բավականին բարձր են, մոտավորապես 30%-ով ավելի բարձր սովորական թոշակը։ Մի այսպես կարևոր ցուցանիշ էլ կա տնտեսական զարգացվածությունը ցույց տվող միջինացված, դա մեկ շնչին բաժին ընկնող երկրի համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է։ Եվ եթե այս ցուցանիշով օրինակ Ռուսաստանը եւ Թուրքիան նույն քո նշած մեզնից ավելի բարձր ցուցաբանի մեջ են, առաջ անցած են, ապա նույն Ադրբեջանը մեզ հավասար է կամ նույնիսկ գրեթե մի փոքր ավելի ցածր է մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքին։ Ես առանձին տարիների տարբեր ցուցանիշներ են եղել, բայց համադրելի ենք։ Ուզբեկստանը, Թունիսը, ես նայել եմ մի քանի երկրների ցուցանիշներ, որոնք որ Հայաստանի Հանրապետությանը զիջում են մեկ շնչին բաժին ընկնող համախառն արդյունքի ուրեմն ցուցանիշով, բայց այնտեղ այդ իմ նշած երկրներում թոշակները ավելի բարձր են, քան Հայաստանում։ Եվ նաև միջանկյալ խնդիր էլ այլիացանցիալ խնդիր էլ էստեղից, որ նշեցին քաղաքացի թոշակառուներին, Երևան քաղաքում մենք գիտենք, որ վերջին 2 տարիներին գույքահարկի շատ մեծ բարձրացում է տեղի ունեցել։ Եվ սա եւս մի հատ լրացուցիչ հարված է, հատկապես միայնակ ապրող թոշակառուներին, ովքեր որ փաստորեն այս գույքահարկի ծանր բեռը, այսքան բեռի հետ միասին ընկել է նրանց վրա։ Եվ այստեղ օրինակ մենք մեր քննարկումներում առաջարկություն ենք այսպիսի գեներացրել, չէ, որ եթե թոշակառուն միայնակ է ապրում, նա պետք է ազատվի գույքահարկից։ Այդտեղ մենք տարբեր մոտեցումներ ունենք, բայց կոնսոլիդացված կերպով այդ մոտեցումը դրա հիմքում դա է, որ թոշակառու նկատմամբ պետք է արտոնյալ զեղչային մոտեցում, մենք առաջարկել ենք նաև ոչ միայնակների հետ կապված այդ լուծում։ Այո, ոչ միայնակներին է, այո։ Եթե մարդ թոշակառու ապրում է իր հարազատների հետ, աղջկա հետ ենթադրենք ապրում է, չէ՞, հաշվարկի հիմքում ընկած բնականային քառակուսի մետրերի համամասնորեն քառակուսիների թվից մեկ անձի հաշվարկով, թոշակառուի հաշվարկով 30 քառակուսի մետր պետք է հանենք, նոր հաշվարկը մնացած այո։ Դա կնշանակի, որ հասցեական կերպով մենք թոշակառուն ասենք զեղչան։ Ես ձեզ երկրորդ եմ, այս իմաստով դուք նայեք, խնդիրը գիտեք որն է, որ ասում ենք, այս իշխանությունները 2018 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մոտավորապես 1.465 միլիարդ դրամ էր։ Այս ժամանակ կենսաթոշակառուների նպաստային հատկացում էր 297 միլիարդ դրամ։ 2025 թվական այդ թիվը աճել է պետական բյուջեի ծախսերը, կազմել է 3.441 միլիարդ, մոտավորապես 135%-ով ավելացել է։ Պետական բյուջեի ծախսերը։ Այո, պետական բյուջեի ծախսերը դա 2.5 անգամ է մոտավորապես։ 135%-ով, բայց կենսաթոշակների նպաստների ծավալը աճել ընդամենը
17.5%-ով Ընդ նա որում կազմում է 348 միլիարդ դրամ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այս երկրի նույնիսկ արտաքին գործոնների ազդեցության տակ բյուջեի եկամուտների ավելացումը, որ մեզ հնարավորություն տալիս սոցիալական ծախսեր կատարել, չի ազդում մարդկանց կենսաթոշակների ծավալի աճին։ Պարզապես այս մարդկանց մոռացել են։ Երկրի փող է գալիս։ Վերջին մի 3-4 տարվա ընթացքում հիմնական ռուս-ուկրաինական այդ բախման հետևանքով մենք ունեցանք արտաքին գործոնների բարենպաստ միջավայր, շատ բարենպաստ տնտեսական առումով տնտեսական առումով, ոչ հումանիտար։ Մարդիկ մեղք են, որ թողում են ամեն ինչ, փախնում գալիս են, ընդհանենք Հայաստան ավելի լոյալ երկիր ընդհանենք։ Այս ամբողջ եկամուտներից, այս ամբողջ եկամուտները ինչ դառան։ Դրանց համար դարձել են մեքենաներ, հարմարավետ կաբինետներ, տասնյակներով, հարյուրներով թիկնապահներ։ Նույնիսկ ամենաաննշան պաշտոնյան թիկնապահներով է ման գալիս։ Ամենաաննշան պաշտոն, այդ չեմ ասում, ենթադրենք այդ վերին էշելոնը, թիկնապահները երկրին դարձել է այս երկիրը։ Ես ես մի ուրիշ բան ասեմ, անցյալ տարի սկանդալ եղավ։ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը նա չէր իմացել, նա ազնվագն անձնավորություն է։ $20,000 օդանավի տոմսային իր համար գնել, եւ բարձրացած աղմուկից հետո որ ասես լավ այդ գումարը հետ կտամ, ինչ եք ուզում, հա։ Բայց այս 20,000-ը գիտեք որտեղից է առաջացել։ Էսի թոշակառուների այդ բերանից գտած փողն է։ Իհարկե։ Նույն ցուցանիշներով կառավարության պահուստային ֆոնդ կոչվածը Դա մի խայտարը 2018 թվականին եղել է 25 միլիարդ, 2025 թվականին եղել է 65 միլիարդ։ Այո։ Այսինքն ինչքան մոտավորապես 2.5 անգամ աճել է սա։ Պետական կառավարման վարչապետի ենթակա այն մարմինները, որոնք որ ուժային ֆունկցիաներ են իրականացնում, ռեպրեսիվ մարմիններ են, Դրանք ուժային չեն, դրանք ռեպրեսիվ են։ 2018-ին իրենց ծախսերը եղել են 60 միլիարդ, 2025-ին 155 միլիարդ։ Այսինքն էլի 2.5 անգամ այս ծախսերը աճել են։ Բայց ամենազավեշտալի ցուցանիշներից մեկը հետևյալն է։ Պետական պարտքի սպասարկումը, որը գրեթե եռապատկվել է, 180%-ով աճել է։ 2018 թվականին եղել է 141 միլիարդ դրամ, 2025 թվականին 395 միլիարդ դրամ։ Այս տարի այդ թիվը կազմել է 423 միլիարդ դրամ։ 2026 թվականի բյուջեի նախագծով։ Ու ընդ որում, որ ժամանակին այդ պետական պարտքը 18 թվականի դրությամբ վերցրել է Հայաստանի Հանրապետությունը 4.5%-ով միջինացված։ Հիմա վերցնում է 7.5%-ով։ Այստեղ շատ կարևոր հարց եք բարձրացել, Մենուա ջան։ Նայեք։ Մեկ որ ասում եք 4.5 եւ 7.5։ Հիմա կոնկրետ Հայաստանի Հանրապետության պարտքի ծավալի մեջ կան տեսակարակշռող տարբեր տոկոսադրույքներ։ Պարտքեր կան, օրինակ արտասահմանից վերցած, դրանք 3.5-ից 4.4%-ի մեջ են, բայց մենք պարտքեր ունենք վերցրած 10%-ով, 11%-ով, 12%։ Գիտեք ովքեր են դրա տերերը, շահառուները։ Այդ թանկ պարտքը ներքին պարտքն է։ Ներքին պարտքը դա պետական պարտատոմսերով պետությունը որ փող է պետք լնում, թողարկում է պարտատոմսեր, փողը վերցնում է, օգտագործում է, տոկոսով հետ է տալի։ Այս process-ին մասնակցում են ոչ թե պետությունը եւ քաղաքացին, քաղաքացիները ունեն գումար։ Քաղաքացիները լուրջ գումարներ ունեն։ Պետությունը դա իրականացնում է process-ը բանկերի հետ։ Ինչ է ստացվում։ Հայաստանի Հանրապետության բանկերը 7.5-ից մինչև 11-12% պետությանը վարկով տոկոսով փող են տալի։ Բայց խայտարակությունն է սա։ Բանկերը անցյալ տարի մոտավորապես $1 միլիարդ 100 միլիոն դոլարի չափով մեծ շահույթ են ստացել։ Այդ շահույթը դա մաշկի քերթելու արդյունք է։ Այն որում պլոկում են ոչ միայն քաղաքացիներին, քաղաքացիները պլոկում են իրենց սակագների միջոցով, այնտեղ թաքցված վճարների միջոցով, այդ մանր տողերը, որ գրում են տանք պայմանագրերի ընթացքում, պայմանագրի հիմնական ոնց որ դրույթները այդ մանր տողերն են, որ քաղաքացիները չեն կարդում։ Այս բանկերը, գիտեք ինչ են անում։ Քերթում են եւ պետությանը, եւ քաղաքացուն, բայց
պետության երբ որ սրանց վճարում է այդ բարձր գումարները, վերջոջ ընդհանուր բալանսի համար պետությունը տեսնում է որ չի կարողանում գումարը վաստակել, այն կարգի որ բյուջեի ծախսերը եւ եկամուտները գոնե հավասարակշռեն, պետությունը գնում է սկսում է ինչ անել, հարկերը բարձրացնել։ Հիմա կասեք, արդյոք հնարավոր է հարկերը բարձրացնել, օրինակ եմ բերում ՓՄԶ-ի բնակավարի հարկերը, շրջանառության հարկը այս տարի բարձրացեցին 2 անգամ։ 5%-ից սարքեցին 10%։ Այո։ Հիմա գիտեք հարցը որն է, այս երբ որ մենք քննարկում ենք այս թեմաները, մենք ակնհայտ հասկանում ենք, որ այստեղ միտում կա։ Այստեղ միտում Ախր սա ես հիշում եմ Հրաչ ջան 7-րդ թե 8-րդ դասարանը այն ժամանակ սովետական հրատարակության նոր պատմության դասագիր կար, որտեղ որ դեռ այն ժամանակ Ռուսոյի առաջարկությամբ պրոգրեսիվ հարկի գաղափար էին մեր ուսուցիչները, այո, Ժան-Ժակ Ռուսոյի պրոգրեսիվ հարկի գաղափար էր դրված ու մեզ բացատրում էին դա, որ որքան ասենք մարդը հարուստ է, այնքան ավելի շատ պետք է հարկ տա։ Այսինքն այս պրիմիտիվ բանը, որ ասենք պետք չի տնտեսագետ լինել, այս երևույթը փաստորեն Հայաստանի Հանրապետությունում չկա։ Պրոգրեսիվ Մենոջան, դուք ախր հիշատակում եք մարդկանց, ովքեր ֆրանսիական հեղափոխական լուսավորչության ներկայացուցիչներ։ Ես ուզում եմ ասել, դա այնքան պարզ գաղափար է, որ այդքան էլ պարզ չի։ Դա այդքան պարզ չի։ Ես ես ասեմ ինչու համար, որովհետև ավելի քան վստահ եմ, որ ներկա իշխանությունների այդ տեսակ բոլոր ճյուղերում գտնվող զանազան պաշտոնյաները Ժան-Ժակ Ռուսոյի եւ անհատի դաստիարակության վերաբերյալ տրակտատի մասին չեն էլ պատկերացնում։ Միգուցե նույնիսկ կարող մտածել դա ֆուտբոլիստ է։ Հրաչ ջան, հիմա գանք մեր հիմնական ոնց որ մենք այս խնդիրը փաստորեն հնարավորինս խորությամբ կարողացանք ներկայացնել, բայց մեր հայակվի ազգային քաղաքացիական միավորման հիմնական ասելիքը այս թեմայով, որի վերաբերյալ օրեր առաջ, շաբաթներ առաջ տեղի ունեցավ մամուլի ասուլիս եւ եւս մեկ անգամ մենք սա ասում ենք, որ բավական իրատեսական հիմքով, իրատեսական հաշվարկների հիման վրա եւ ստույգ տեղորոշելով փողի տեղը հայակվի ազգային քաղաքացիական միավորումը առաջարկում է, որ պետությունը կենսաթոշակային ֆոնդը 50%-ով ավելացնի, այսինքն բոլոր թոշակառուների միջինացված, թոշակը բարձրացնի 50%-ով, 50%-ով։ Կա դրա ռեալ հնարավորությունը, իրական փողի տեղը դրա կա, եւ մենք այս պահանջով, սա առաջին առաջարկը, երկրորդ առաջարկը սպառողական գները ինդեքսավորի, որը կխնդրենք հեսա հրայրը մեզ նաև կբացատրի ինչ է դա նշանակում, որոշակի, այսինքն գործողություններ, որոնք որ մարդկանց վրա, թոշակառուների վրա շատ ծանր չանդրադառնան սպառողական ապրանքների գների բարձրացումը այս հանգամանքը, եւ մենք այս երկու պահանջով հանրագիր ներկայացնելուն ուղղված աշխատանք ենք իրականացնում հանրության հետ, սկսել ենք այդ աշխատանքները իրականացնել հանրության հետ։ Ես հիմա Հրաչ ջան կխնդրեմ պարզապես հակիրճ ցույց տալ այդ փողի տեղը, որտեղից ենք մենք վերցնելու, որպեսզի կենսաթոշակառուների համար քիչ թե շատ տանելի պայմաններ ապահովենք, դրանից ինչ որ տնտեսությանը չասենք վնաս ենք տալիս կամ ուրիշ առանց հարկերը բարձրացնել, ամենակարևորը պետք է հստակ մենք շեշտենք առանց հարկերը որ մեր բարձրացնելու փոքր միջին ձեռնարկատիրության ոլորտում զբաղված խոշտիր նաև հաշվորնել իմանան, որ սա իրենց հարկերի հաշվին չի եղի ունենում, եղած միջոցների հաշվին է տեղում։ Հələ Ժան-Ժակ Ռուսոյի պրոգրեսիվ հարկի գաղափարն էլ մի կողմ թողնենք։ Խնդրեմ Հրաչ ջան։ Եթե Ժան-Ժակ Ռուսոյին ուզեցինք հիշատակենք, մենք հավանաբար ավելի շատ կառաջացնենք Ադամ Սմիթի կամ Ռիկարդոյի թեզերը, բավականին հետաքրքիր վերլուծություններ ունեն, կարող ասել հանճարեղ մարդիկ են եղել, բայց նույնիսկ այդ հանճարեղ մարդիկ հայկական իրականության մեջ անպայման կսայթաքեին, որովհետև մեր մոտ խաբեության մակարդակը մի այլ տեսակի է, այլ տեսակի։ Եվ ես մի բան ասեմ, որ այդ մեծագույն մտածողները հիմնականում աշխատություններ գրելիս հենվել են վիճակագրության վրա։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայությունը այնպեսին որպեսին կա, դա խաբեության մի խառնարան է։ Ես վստահեցում եմ, ուզում մանրամասնում եմ, բայց ասեմ։ Հիմա գանք այս հանրագիր թեմա, որտեղից փողի տեղը։ Մենք երկու հնարավորություն ունենք փողի տեղը տեղորոշելու։ Տեղը մենք գիտենք։ Տեղը տնտեսությունն է։ Ամենակարևորը մենք այս միջոցառումը սա հատվածային չէ։
Հայակվեի կազմում գործող սոցիալ-տնտեսական հանձնախումբը ունի տնտեսության զարգացման, ինովացիոն զարգացման, խորապես զարգացման, ինտենսիվ զարգացման դեղատոմսեր։ Մենք ունենք այս ամբողջ մշակածը եւ ցած հավաստիացնում են, որ պահին մենք ընտանենք հարցերը կարգավորելու լիազորություն ստանանք իրավական, օրենսդրական, ադմինիստրատիվ, կառավարչական, չէ, այդ պահին մենք շվարած չենք լինելու։ Մեր մոտ այդ ամեն ինչը հստակ մշակված, հստակ եւ մեթոդաբանություն եք մշակել, եւ թվական տվյալներով, այսինքն այս խոշորագույն միջոցառումները, եթե մենք մոտենանք սրան ընտանենք կառավարման process-ին, ոչ մի վարքյան խզում չի լինելու։ Ամենակարևոր հարցերից մեկը այս իմաստով տնտեսության զարգացման խնդիրն է, տնտեսության զարգացման մոդելի ու առաջընթացիկ զարգացման, որովհետև եթե մենք մտածում ենք, որ եղած այս պահին ընտանենք բյուջեի հնարավորությունից ելնելով հարցի կարգավորում ինչ-որ մի ծավալու մի մակարդակում քարացնենք, մի որոշակի բարձրացնենք 50%-ով, չէ։ Ես կողմ եմ 100%-ով բարձրացնել, բայց 100%-ով բարձրացումը կնի, որ էկոնոմիկան իսկապես կաշխատի։ Հիմա խոսքը հենց նրա մասին է, Հրաչ ջան, որ մենք այս պահին պահանջ ենք անում այս կառավարությանը, որը եղած ռեսուրսների, այո, եղած ռեսուրսների շրջանակներում մենք ասում ենք, որ անգամ եղած ռեսուրսների շրջանակներում 50%-ը լրիվ իրատեսական է։ Վերջին օրերին Գյումրիում մենք հանդիպում ունեցանք աշխատավորներ, նույն հարցը տվեցին, ասեն ռեսուրսները որոնք են։ Դուք ակնհայտ է, որ ձեր վիճակից, ձեր ընդհանրենք ավտոմեքենայից, հագուկապից երևում է, մանավանդ գիտենք, որ դուք օլիգարխներ չեք։ Այդ փողը այսինքն մասնավոր չի լինելու, պետության փողն է լինելու, որը որ այլտեղ է ծախսում, այսինքն մարդիկ արդյունավետության օպտիմալացման խնդիր են բարձրացնում։ Փողը լինելու է հետևյալ տեղից։ Ձեր հիշատակած վարչապետի պահուստային ֆոնդից առնվազն 30 միլիարդ դրամ այդտեղ։ Ես ձեզ ասեմ, ամբողջ գումարը 50%-ով որպեսզի բարձրացնեն թոշակները, մոտավորապես տարեկան 170-175 միլիարդ դրամի խնդիր է։ Մոտավորապես 30 միլիարդը պահուստային ֆոնդից է, մոտավորապես 40 միլիարդը վարչապետին ուղիղ ենթակա մեր հիշատակած այդ ռեպրեսիվ մարմինների ֆոնդից է։ Եղավ ինչքան 70 միլիարդ։ Դրան գումարեք արտաքին պարտքի օպտիմալացում, Այսինքն նշանակում է, որ այսինքն մենք արտաքին պարտքի օպտիմալացում ասելով նշանակում ենք հետևյալը. վերցրած գումարների հետ կապված պետք է ինվեստորների հետ բանակցենք, տոկոսները իջեցնենք եւ կամ գումարներ կան, որ պարզապես դուրս գրեն։ Նման միջազգային պրակտիկա կա։ Ինչքան ենք ակնկալում։ Այստեղից ակնկալում 40-50 միլիարդ դրամ։ Մենք այս պայն ունեցանք արդեն 110 միլիարդ։ 60 միլիարդ դրամը դա տնտեսության զարգացման, տնտեսական աճի միջոցով ձեռք բերվող հավելյալ միջոցն է, այսինքն յուրաքանչյուր տարի բյուջեն աճում է, օրինակ այս տարի 200 միլիարդ, 250 միլիարդ, 200-ից ավել միլիարդ, որոշակի հաշվարկներ այստեղ նաև վիճարկել հաշվարկներ կան, 200 միլիարդից ավել յուրաքանչյուր տարի այդ աճի առնվազն 20%-ը նորից պետք է գնա թոշակներ։ Գումարային ստացած հավանաբար 170 միլիարդը գալիս է, դա ասած 170։ Սա գիտեք որ գումարն է։ Սա իրականում հեշտ կարգավորվող գումար է։ Իրականում հեշտ կարգավոր։ Ես չեմ ասում, նաև պետական բյուջեի մեջ առանձին հոդվածներ կան, երբ որ դրանց հստակ ուսումնասիրությունը կատարում ենք, հասկանում որ այդտեղ վերաբաշխման մեծ դաշտ կա, մեծ հնարավորություն կա։ Պետական բյուջեի առանձին հոդվածներ կան։ Մի կարևոր խնդիր կա, որ ես անպայման ուզում եմ այստեղ շեշտեմ։ Անպայման դա հաղորդման մեր զրույցի սկզբում հիշատակված այդ թույն ականջի մեջ կաթացած դա ասֆալտապատումն է։ Այս ասֆալտապատում կոչված չարիքի մեջ այդտեղ չմնացել որ ասֆալտապատում։ Մանավանդ գնա Տափաստանները, դաշտերը ասֆալտապատում։ Հավանաբար նախարարությունների միջանցքները ասֆալտ։ Հավանաբար կփորձեն Սևանի հատակներ ասֆալտապատել։ Հա, որովհետև այդտեղ փող ունեն։ Բնականաբար ես չեմ էլ կասկածում մեկ վարկյա ու այդ ասֆալտները այս ասֆալտապատում մեջ մեն այս տարի 26 թվականի բյուջե
այդ ջաքեր լցնելու, եսի ինչ անելու մեջ մոտավորապես 50 միլիարդ դրամ փող է դրած։ 50 միլիարդ դուք հասկանում եք, թե այդ ինչ թիվ է։ Հիմա այս 50 միլիարդից որ 25 միլիարդը վերցնենք, այն 175-ը որ դնենք, թոշակառուները կարող ենք 60%-ով բարձրացնել։ Իսկ եթե այդ 50 միլիարդը, որ ասեն, դա գիտեք, տնտեսության զարգացման համար ենթակառուցվածքների զարգացման, ենթակառուցվածքները զարկերակն է տնտեսության, այդ չկա նման բան։ Գյուղ կա, որ ենթադրենք 10 բնակիչ ունի, վերցնում են այդ գյուղի համար 2-3 միլիոն դոլարանոց խնդիրը գիտեք որն է։ Այո, մարդու մասին մտածենք հարմարվեցան, բայց մենք պետք է մտածենք տնտեսությունը ինովացիոն, տեխնոլոգիական, բարձր։ Սա արդեն իշխանափոխությունից հետո մենք բան կանենք։ Սա իշխանափոխությունից բայց ժողովուրդը կիմանա, իմանան, որ այս հնարավորությունը կա այն դեպքում, երբ որ որը որ մենք գանք իշխանության, հաջորդ օրը այս հնարավորությունը կա։ Սա պետք է սա ռեալ է, ես օգտվելով արդից, Մենուա ջան, ես ձեզ ասեմ, որ մենք թողարկել ենք բուկլետ, այս մեր զրույցը կարելի ասել թվային սահագրում է ստացել, իլյուստրացիաներով ամենաթեթև գիտելիքներ ունեցող, իսկ ես մեր ժողովրդի մասին շատ բարձր կարծիք ունեմ, մեր ժողովուրդը շատ գրագետ է։ Հստակ այս բուկլետը մենք տարածենք ժողովրդի մեջ, մեր գրասենյակներ, սա մեր առաքելության որոշակի անձնագիրն է թոշակառուների հետ կապված։ Շատ լավ, մենք իհարկե մեր հաղորդման, մեր զրույցի վերնագիրը, որ ասում ենք դեպի սոցիալական արդարություն, սրանով իհարկե սոցիալական արդարության հարցը չի լուծվում ամբողջովին, բայց սա շատ էական տեղաշարժ է անում դեպի այդ արդարությունը, որովհետև իսկապես շատ կարևոր է մի բան հասկանալ, էլի, կենսաթոշակը բեռ չի ֆինանսական։ Կենսաթոշակն էլ է ներդրում, ոչ միայն երիտասարդության վրա են ներդրում արվում, օրինակ կրթության վրա արված ծախս չի, ասում ենք ներդրում է, շատ ճիշտ է, բայց կենսաթոշակառուին պատշաճ կենսաթոշակով ապահովելը եւս ներդրում է այն իմաստով, որ երիտասարդը իմանա, որ վաղը ինքն էլ է ապահովված լինելու, որ վաղը իր պետությունը իր համար մտածում է, որպեսզի այո, երկիրը չլքի։ Սա իրականում սոցիալապես արդար երկիր կառուցելուն ուղղված ներդրում է պատշաճ մակարդակով կենսաթոշակ ապահովելը։ Եվ մենք ամփոփելով ասենք, որ մեր ուրեմն հիմնական ասելիքը այս ուղղությամբ, որ այսօրվա կենսաթոշակը, միջին կենսաթոշակը բավականին հեռու է անգամ պարենային սպառողական զամբյուղից, դրա մեջ էլ չենք ասում, որ ներառված չի ոչ դեղորայքը, ոչ առողջապահական ծառայությունները, ոչ կոմունալները, ոչ մնացած այլ բոլոր հանգամանքները, մենք պետք է խնդիր դնենք, որ գոնե այդ նվազագույնը ապահովենք, այդ նվազագույնը կարողանանք ապահովել պարենային զամբյուղը սպառողական գոնե 50%-ով ավելացնելով կենսաթոշակը, իսկ այդ 50%-ով ավելացումը ունի իր հստակ տեղը, սա պոպուլիստական արտահայտություն չէ, անգամ տնտեսության առաջանցիկ զարգացում չապահովելով, անգամ այս վիճակով անպետք ծախսերը վերաբաշխելով կամ մի փոքր որոշակի ռիսկեր պարունակող ծախսերը, որոշակի օրինակ, ասենք, չգիտեմ, այդ ռեպրեսիվ ապարատի ուռճացված, ասենք, ծախսեր, օրինակ որոշակի վերաբաշխում անելով արտաքին պետական պարտքի կառավարման ավելի ճիշտ մեթոդներ կիրառելով եւ նաեւ սպառողական ապրանքների գների ինդեքսավորում անելով ամեն տարի անելով տնտեսական միջոցառումներ, որոնք կմեղմացնեն սպառողական ապրանքների գնաճի ազդեցությունը կենսաթոշակառուների վրա, մենք կարող ենք որոշակի էական քայլ կատարել դեպի սոցիալական արդարություն։ Ես շատ շնորհակալ եմ Հրաչ ջան այսօրվա զրույցի համար։ Այսքանով մենք ավարտենք, ամփոփենք մեր այսօրվա զրույցը, կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։ Ստեսություն։